Քաղաքական սուր հայտարարությունների ժամեր էին կառավարության շենքում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ներկայացնել որպես Հայաստանի 4-րդ հանրապետության հիմնադիր։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո Փաշինյանը հայտարարում է Հայաստանի պատմության նոր փուլի մեկնարկի մասին։ Նրա խոսքով ընտրությունում հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որն այժմ դարձել է պետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Բայց 4-րդ հանրապետության նոր քարտեզում մեկ այլ վիճահարույց կետ կա՝ Տիգրանաշենը։ 4-րդ հանրապետության մասին խոսելիս, սակայն նորակարգում են մնում տարածքային հարցերը։ Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ անկլավներին եւ հայտարարեց, որ Քյարքին Հայաստանի տարածքը չէ։ Միաժամանակ նշեց, որ Տիգրանաշենի հետագա կարգավիճակի վերաբերյալ այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Արծվաշենը Հայաստանի տարածք, Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Տիգրանաշենի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն անմիջապես քաղաքական արձագանք ստացավ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նրա ձևակերպումները հակապետական որակեց, պնդելով, որ Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքն է եւ ունի ռազմավարական նշանակություն։ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք է, որտեղ նաեւ տեղակայված է մեր հիմնական միջպետական ճանապարհը։ Սրանք հակապետական հայտարարություններ են։ Այն, որ Տիգրանաշենը ռազմավարական նշանակության հատված է եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս, կարծում եմ միակ մարդը, որ դա հարցականի տակ է դրել, սկզբում Ալիևն է եղել եւ հետո արդեն Նիկոլ Փաշինյանը։ Հերթը հասավ Արցախին։ Փաշինյանի խոսքով Շուշիի դեօկուպացիայի մասին իր նախընտրական ծրագիրը հետագայում չի իրականացվել, քանի որ այդ գաղափարից հրաժարվելու պահանջ նրա գնահատմամբ եղել է հենց քաղաքացիներից։ Փաշինյանը հիշեցնում է 2021-ի ընտրությունից առաջ իր ղեկավարած ուժի նախընտրական ծրագրում խոսվում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, սակայն նրա պնդմամբ ընտրողները նրան պարտադրել են վերանայել այդ գաղափարախոսությունը ու քաղաքական մոտեցումը։ Այսօրվա առանձնահատկությունը ինչ է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4-րդ հանրապետության տեսլականի վրա, եւ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրին։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողները միացրեցին Փաշինյանին նախկին հայտարարություններից մեկի ձայնագրությունը։ Այն վերաբերում էր կալանավորված անձանց եւ նրանց երեխաների տեսակցությունների սահմանափակմանը։ Առիթը ներկայում կալանավորված Արեգնազ Մանուկյանի եւ նրա երեխայի տեսակցության հարցն էր։ Լրագրողը հիշեցրեց Փաշինյանի ընդդիմադիր տարիների հայտարարությունը, որով նա քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը նման սահմանափակումների համար, փորձելով այն համադրել այսօր տեղի ունեցող դեպքի հետ։ Եթե այդպիսի նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, որովհետև գուցե մամուլը գրել է աչքովս չինգե, բայց երեք լրահոսում տեսա եւ մեր գործընկերներին այդ ուղերձը տվել են, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ։ Օրվա քաղաքական հագեցած օրակարգից զատ կառավարության ծրագրում տեղ կա նաև ավելի տիեզերական հարցերի համար։ Մինչև 2031 թվականը Հայաստանը նախատեսում է արձակել եւս 3 արբանյակ։ Փաշինյանի խոսքով դրանցից ստացված տվյալները կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի խաղողի, տեղցի եւ ծիրանի այգիները հաշվարկելու եւ վերահսկելու համար։ Այսպիսով քաղաքական օրակարգի վերջնակետում արդեն ոչ թե սահմաններն են, այլ տիեզերքից հաշվող այգիները։